Այս արդեն գազն լավ վերջանում։ Երևի մի ժամ ու կես լավ գազ է մնացել, որ վաճառենք, էլ չկա գազ։ Իսկ երբ կլինի։ Երևի մի 3 օրից, 2 օրից։ Վերջին օրերին ամենակննարկվող թեմաներից մեկը հեղուկ գազի գնի կտրուկաճն է։ Լուրերի նկարահանման պահին 1 լիտրը 250-ից 270 դրամի շրջանակում էր։ Մեկ շաբաթ առաջ այն 200-ից 220 դրամ էր։ Որոշ լցակայաններ արդեն պաստառ են փակցրել, գազ չկա։ Գների բարձրացման եւ դեֆիցիտի հիմնական պատճառը ըստ ոլորտի ներկայացուցիչների Վերին Լարսի ճանապարհի անանցանելիությունն է։ Հայաստանում հեղուկ գազի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող խոշոր ընկերություններից մեկի ներկայացուցիչը լուրերին հայտնել է, որ այս պահին սպասարկում են միայն կտրոններով հաճախորդներին, քանի որ ունեն սահմանափակ քանակությամբ գազ։ Իսկ թե երբ Հայաստան կհասնի նոր խմբաքանակը դեռևս հստակ չէ եւ կախված է ճանապարհների բաց լինելուց։ Լարսի փակ լինելը, իրանական այս դեպքերը հնարավորություն չեն տալիս, որպեսզի ներկրողները կարողանան ժամանակին այս պարտավորությունները կատարել։ Այսինքն ունեն քիչ ծավալի գազ, մեծ ծավալի պահանջարկ։ Բնականաբար ովքեր ունեն գազ, նրանք փորձում են գները բարձրացնելով երկար պահել իրենց հաճախորդներին, այսինքն եթե ցածր գնով տան արագ կվերջանա, գին են բարձրացնում, որ ոչ թե վերջանա 10 օրում, այլ գոնե 1 ամիս դիմանան մինչև նոր խմբականակ կստանան։ Փորձագետները նշում են, ամեն տարի ճանապարհների անանցանելիության խնդիրը նկատվում է, սակայն այս տարի օրինակ հեղուկ գազն ավելի թանկ է, քան նախորդ տարի էր։ Այս պայն միջինացված գրանցվել է 250 դրամ, ռեկորդային է, այսինքն այսպեսի գին չի գրանցվել Հայաստանի Հանրապետությունում, նախորդ տարի այս ժամանակահատվածում պիկային գինը եղել է 230 դրամ, եւ մենք տեսնում ենք, որ տարեստարի գինը բարձրանում է։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ուսումնասիրել է նաև հարևան երկրներում հեղուկ գազի գներն ու համեմատել։ Ամսի 12-ի դրությամբ մեր գազալցակայաններում 210 դրամ էր, այսինքն 0.55 դոլարի կարգի, նույն ժամանակ Վրաստանում 0.60 դոլարի կարգի էր, Թուրքիայում 0.67 դոլար էր, միայն Ադրբեջաներն 0.36 դոլարի կարգի է, 1 լիտրի մասին է խոսքը։ Հայաստանի գինը ոչ թանկ է, ոչ էժան, միջին միջազգային գներին մոտ գներ են այս պահին Հայաստանում, ուղղակի այս ամսի 12-ից հետո ավելի փոխվեց իրավիճակը, որովհետև գնալով նվազեց եւ գնալով գները նորից բարձրացան։ Այսինքն ներկրում պետք է արվի եւ պետք է կայունացվի այս իրավիճակը։ Կարծում եմ, որ պայստավորման խնդիր պետք է լուծեն գազալցակայանները, որպեսզի նման դեպքերում այդ ուշացումները չազդեն իրենց վաճառքի ծավալների վրա։ Հեղուկ գազի գնին կառավարության վերջին նիստում անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, դա խնդիր է, որը պետք է լուծվի այդ թվում խաղաղության համատեքստում, որպեսզի Հայաստանը մատակարարումների տարբեր ուղիներ եւ աղբյուրներ ունենա։ Վարչապետին զեկուցել էին, որ ամեն տարի դեկտեմբերին այս խնդիրն առաջանում է։ Թույլ տվեք վստահություն հայտնել, որ ընդ որ ասում եք, որ ամեն տարի դեկտեմբերին 2026 թվականի դեկտեմբերին այդ ձեր նշած երևույթը այլևս չի լինելու։ Ես դրանով վստահ եմ։ Փորձագետները շեշտում են, այլընտրանքային ճանապարհները շատ կարևոր են մեր տնտեսության համար։ Մեկ այլ խնդիր եւս կա Վերին Լարսում։ Դա կոռուպցիան է հենց Վերին Լարսում, որովհետև 2025 թվականի հուլիս ամսին պարզ դարձավ, որ գործում է կոռուպցիոն սխեմա այնտեղ, այստեղ Երևանում մեկը մյուսին փող են փոխանցում, զանգահարում են Վերին Լարս եւ ըստ այդմ փողը փոխանցելուց հետո թույլ են տալիս ցիստերնան անցնելուց հետո եւ խոսքը գնում է մեծ փողերի մասին, ստացվում է այնպես, որ միջնացված հաշվարկենք լիտրով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մոտավորապես 11-ից 19 դրամ վճարում է այդ հեղուկ գազի համար, այն Վերին Լարսի սահմանի, այսպես ասած, մասնագետներին որպես կոռուպցիոն հարկ։ Մասնագետների կարծիքով մեկ ամսից, երբ արդեն ճանապարհների անցանելիության խնդիրներ չլինեն, ինքնաբերաբար կնվազեն նաև գները։ Նիկոլայ Ավետիսյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։